Աֆրիկյան էկզոտիկայից մինչ բրիտանական դասականի, իտալական ջերմությունից մինչ ճապոնական նրբաճաշակություն, լատինական դինամիկայից մինչ ֆրանսիական արդիականություն, ալպիական պարզություն, իսկ այս տարի 2012 սկանդինավյան հավաքածու, հանգստություն, մաքրություն և միաժամանակ գույների նուրբ համադրություն։ Համեցեք Կերամամարացի ծանոթանալու հերթական նորույթին։ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, մանկաբարձության, գինեկոլոգիայի, պերինատալոգիայի, նորեցիների վերակենդանացման և ինտենսիվ բուժման, վերարտադրողական առողջության, բժշկական գենետիկայի առաջատարը Հայաստանում։ Ողջույն մեր հայաստանցի և Սփյուռքում ապրող հայրենակիցներ։ Եթե հիմա դիտում եք մեր ծրագիրը, օրագիրը, վստահ եմ, որ երրորդ գալահամերգն էլ եք դիտել։ Հիմա ժամանակն է ամփոփել համերգը ու անցնել նոր ծրագրի։ Տեսնենք ինչ նկատողություններ ունի պարոն Քեթյանը մեր սիրելի մասնակիցներին։ Բարև ձեզ։ Ձեր տրամադրությունը երեխեք արդեն ինձ ոգեշնչեց, անկեղծ։ Մի համերգ էլ անցավ։ Ես անկեղծ պետք է ասեմ, որ այն պահանջները, որ ես ասացի համերգից առաջ, մինչև համերգը, որ մենք անպայման մեկ քայլ պետք է առաջ անենք, ես ուրախությամբ պետք է ասեմ, որ այս համերգին իրոք այդ քայլը կար, որի համար ես ուրախ եմ։ Եվ վստահ եղեք, որ անպայման արձագանքները դուք էլ կլսեք։ Ես ամեն անգամ ուզում եմ ձեզ հիշեցնեմ, որ մի հսկայական մշակութային ժանր այսօր դուք ներկայացնում եք, մի հսկայական մշակութային ժանր և դուք պետք է ամենաբարձր պատասխանատվությամբ մոտենաք այս ամեն ինչին։ Ես ամեն անգամ ասում եմ, որ դուք չմոռանաք այս մասին։ Պարոն Կարապետյանը, եթե չեմ սխալվում, Գագիկ Կարապետյանը Մավրի ելույթի ժամանակ, երբ որ ասեց, որ տեսակ կարծես շատ ընդունված է, հատկապես տղա երգիչների մեծ մասի մոտ կա ինչ-որ լացկանություն։ Հատատ լացել էլ, ինչի են լացելում չես հասկանում։ Ինձ համար շատ անհասկանալի էր այդ մեկնաբանությունը, որովհետև արդեն Մավրի տեսակը շատ խիստ տեսակ է և ոչ մի լալկանություն չկա իր երգի մեջ։ Դա իհարկե ինդիվիդուալ կարծիք է։ Լիթերությունները ինչպես միշտ էլ լինում է, բայց նորմալ էր, հանդիսադեսը ինչպես միշտ չէր մեր, լավն էր շատ, բեմը հարազատ ու դարձը արդեն նորմալ էր ամեն ինչ կարծում եմ։ Շատ ազդեցիկ էր իմ համար Պետրոսի ելույթը, որ ուրեմն ինքը իր ելույթով քարացրել էր ամբողջ դահլիճը։ Խոր կսկիցը իրոքից հուզվեցի այդ ժամանակ երկի ընթացքում ու շատ հուզված կատարեցի ու իս սրտե կատարեցի նվիրելով մեր բոլոր մայրերին։ Հոգսերն առնեմ տանեմ երկի ընթացքում մի փոքրիկ շեղում եղավ, այդ ինչ էր։ Թե հուզվածությունից էր, երկի մեջ ապրելով երկը դե վերջը երկում ես մոր մասին, հուզվածությունից դա մի փոքր կիքս էր, որը լինում է ձայնալարի հետ կապված։ Միակ այդ փոքր բանն էր, որը որ յուրաքանչյուրիս հետ կարող է լինել, յուրաքանչյուրիս հետ։ Բոլորիս հետ կարող է այդպիսի բան լինել հուզմունքից և դա կոկորդից չորանալու խնդիր էր ընդհանրապես։ Զարդերի մեջ, բարդերի մեջ, սիրտս թողի դարդերի մեջ։ Մերին հիացրեց ինձ, որ ինքը շատ հիվանդ էր, վատառողջ էր, բայց ինքը երկեց, վստահ երկեց և կարողացավ այդ հիվանդ վիճակով այդ ամեն ինչի տակից դուրս գալ։ Ինձ թվում է ես արդարացրեցի իմ հույսերը, նոր հետո մնացածի։ Շնորհակալ եմ նվագախմբին, Արտեմ Խաչատուրի ղեկավարությամբ, իսկապես նրանք շատ են օգնում։ Միգուցե լիներ մեկ ուրիշ նվագախումբ չկարողանայի հաղթահարել, նրանք շատ են օգնում, շատ շնորհակալ եմ նրանց։ Ես իմ ելույթից ընդհանրապես չեմ խոսում, որովհետև շունչս պահած ամեն վարքյան սպասում էի իր ելույթին, որ տենամ ոնց է երգում, շունչս պահած մինչև երգի մեջ ապրել եմ իր հետ, ես իրան պատշում եմ, որովհետև ինքը անկեղծ լավ է երգել, ինքը շատ հիվանդ էր, երեկ վաբշե ձեն չուներ։ Այսօր որ հաղթահարել է, ես ուղղակի հպարտ եմ։
սենց ասեմ։ Իմ ելույթից էլ մի քիչ խոսամ, բարեկամներից ման չեմ եկել, նախորոք ման է եկել, կեսին գտա, կեսին չէ, բայց տենց կենտրոնացած չէի մեր բարեկամների վրա, ընկերուներս էին եկել, կապանից իրանց ծնողների հետ։ Մելինե ջան, այս անգամ դու մի քիչ կաշկանդված էիր, այսինքն այն շարմը չկար։ Մի փոքր ինչ-որ մի բան ոնց որ թե քեզ այս անգամ խանգարեց։ Մուտքդ լավ էր, շատ գեղեցիկ, փափուկ երգեցիր։ Հետո մի փոքր ռիթմիկ մասը անկեղծ ինձ համար դանդաղ թվաց։ Կար այդ ակտիվությունը, կար այդ բանը, բայց դրանք շատ կաշկանդված շարժումներ էին, հասկանում ես։ Դե դա ինքնաբուխ էր, բայց լավ կլինի, որ մենք անպայման մինչև ելույթը միասին նայենք, քննարկենք, որ ավելի գեղեցիկ կլինի շարժումները։ Եկար անցար մեր թաղով, հոգեզ նմալ քո խաղով, սիրտս տեղից վեր թռավ, խաղիկները դառնելով։ Մոնիկայի ելույթից գոհ եմ, Մոնիկան էլ գեղեցիկ, լավ երգեց։ Շնորհակալություն եմ հայտնում Վարսարդարին, Դիմահարդարին, մեր երաժիշտներին, փայլուն նվագում են, փայլուն օգնում են բեմի վրա, ամենակարևորը։ Շատ շնորհակալ եմ բոլորին։ Ախ ինձ ասա, սարի լալա, արդյոք ինչու ես տխուր։ Ես շատ գոհ եմ կատարումից, իմ կարծիքով այս անգամվա կատարումս տարբերվում էր մնացածից, դե որովհետև մեր մասնագետները ավելի խորացված են պարապում մեր հետ։ Անի ջան, քո երգի հետ կապված շատ փափուկ, շատ սիրուն երգեցիր, մի փոքր ինտոնացիոն եւ ռիթմիկ խնդիրներ ունեցավ ուղղակի։ Երևի դա ինչ-որ զգացողություններից տենց դրթված, կարող ինչ-որ պահ չեմ լսել ռիթմի շատ թեթև մասեր, էլի, դա բնական է, ինչ-որ մի բան պետք է լինի երգիդ մեջ, կատարյալ չի լինում, էլի։ Բայց զգացմունքայնությունը լավ էր տեղներ, ամենակարևորը, որ հասկացել է իր երգը ինչի մասին է։ Եվ հանդիսատեսն էլ ոգեշնչում ես, շատ լավ հանդիսատես ունենք, նվագախումբի մասին խոսքեր չունեմ ասելու, ամեն ինչ ոգեշնչում էր մեզ, շատ դուրս եկավ։ Գոհ ես կատարումից հետ։ Կարևորը մենք ենք գոհ։ Անկեղծ եմ ասում, ես իրենց հետ ներկա եղել եմ փորձերին, այսինքն լսել եմ ոնց է պատրաստում եւ այլն, բայց այսօր համերգի տպավորությունը լրիվ ուրիշ էր, ես անկեղծ հիացած եմ կոնկրետ Վարդու, ոչ նրա համար որ կողքս է, երևի կադրեր կլինի, որ ոգևորված ում եմ շատ տենց ծափահարել, Վարդուով եմ ոգևորված, Մոնիկայով շատ Եվ Մերիով, չեմ կարա շեշտեմ այս երեք անունը, որովհետև իմ համար յուրահատուկ կատարումներ էին այսօր, որոնց ընթացքում հիացել եմ ու փշաքաղություն եմ զգացել, ես ուրախ եմ, որ իրենք կան, ես ուրախ եմ, որ այստեղ եմ, դեռ շփվում եմ կադրերի հետ, սիրում եմ բոլորին։ Վարդու ելույթը շատ լավ էր, ինքը մեր պայծառ մասնակիցներից մեկն է իր տեսակով։ Ընդհանուր առմամբ գոհ եմ Վարդուի ջան, քո ելույթից էլ գոհ եմ։ Ապացուցեցիր, որ կարող ես ավելի լավ երգել։ Փաստորեն ապացուցեցի, այս անգամ հուզվածությունը ավելի քիչ էր, այսինքն չափի մեջ էր, էլի, նախորդ համերգին դա ավելի չափազանցրած ես, բայց այս անգամ ես ինձանից գոհ եմ։ Ավելի վստահ երգեցիր եւ ապացուցեցիր, որ դու կարողանում ես երգես։ Կաշխատեմ ավելի ընդլայնել իմ հնարավորությունները։ Մասիս ջան, ինչ վերաբերում է քո երգին, բոլորը բանը ասես միահամուռ ուզում էին, որ քեզ լսեին ավելի այսպես ծորուն մելոդիկ երգ քո կատարմամբ։ Ժյուրին ոնց որ ասեց, ինձ ավելի շատ ասազում են մի քիչ թեթև երգել։ Ճիշտ է, համամիտ եմ, բայց ես մեյքափ դի այնպես անեմ, որ այս երգերը դուր գա իմ երգաձևով։ Դուր եկել է։ Ուղղակի որ հարազատ լինի, էլի ժյուրիի անդամներին, ավելի շատ ոնց որ թռիկ վռիկ երգեր հեշտ երգել։ Բայց Մասիս ջան, դեռ շատ աշխատանք ունես։ Ձայնի հետ կապված մենք զրուցել ենք, խնդիրներ կան, որոնք որ
Եթե հնարավոր եղավ որոշ բաներ մենք կուղենք միասին, բայց ընդհանուր առմամբ գոհ եմ քեզանից, մատուցումդ լավն էր, գեղեցիկ էր։ Մեծ սիրով ու ոգևորությամբ եմ երգել, այսօր առավել եւս այս ռիթմերի տակ էլ ավելի մեծ ոգևորությամբ եմ կատարել երգս։ Շատ հետաքրքիր էր Եվայի ելույթը, շատ հետաքրքիր էր եւ երգն էր շատ հետաքրքիր իր տեսակի մեջ։ Եվ գործիքավորումն էր շատ գեղեցիկ, համադրությունը շատ գեղեցիկ էր ու համահունչ էր։ Գործիքավորումը հատկապես շատ հետաքրքիր էր, բաս գիտարն էր աշխատում անընդհատ։ Քեզ ինչքանով էր հեշտ աշխատել այս նոր գործիքավորմամբ։ Հավատացեք, առաջին փորձից իսկ երգել եմ։ Երգի մեջ եմ եղել։ Վահե, շնորհավոր ծնունդդ։ Մերսի, շատ մերսի։ Ես էլ արդից օգտվելով շնորհավոր եմ երեխաներին իրանց համերգի կապակցությամբ, որովհետև շատ լավ էր։ Նամանավանդ վերջի երգը եւ այ երգը, որ մատ շատ մեծ էներգիա տվեց, հիանալի էր մի խոսքով, շնորհավորում եմ ես իրանց ու ցանկանում ավելի մեծ բեմեր, ավելի շատ հաջողություններ իրանց։ Լավ, ընդհանուր առմամբ այսքան է խնդրում։ Հիմա անցնենք մեր առաջիկա ծրագրերին, առաջիկա համերգին։ Նորից կոնկրետ թեմատիկա չկա, բոլորը աշուղական երգեր են, բոլորը։ Բացառությամբ Սիրեցի արհեստարան, որի խոսքերի հեղինակը Ավետիք Իսահակյանն է։ Պատմությունը գիտեք երգի, լսել եք։ Սիրեցի արհեստարան։ Իր սիրած աղջկան է նվիրված երգը։ Ինքը կարծեմ, եթե չեմ սխալվում, Վենետիկում է եղել Իսահակյանը, երբ որ ստացել է այդ լուրը, որ իր սիրած աղջկան փախցրել են, թե ամուսնացել է իր սիրած աղջիկը, եւ ծնվել է հրաշք ստեղծագործությունը, որը այնուհետև երգի է վերածել Արստամյանը։ Եվ սրա ուրեմն այս պատմության շարունակությունն էլ կա։ Կներեք էլ իհարկե, բայց ես այդ պատմությունը մեր այլ ձևի եմ լսել, ուրիշ տարբերակով եմ լսել, չի։ Ոնց տա, մի հատ հետաքրքիր այն ձեր տարբերակը։ Ես լսել եմ, որ Իսահակյանը իր ընկերուհուն, վստահել իր ընկերոջը, մոտ ընկերոջը, ասել է լավ կնայես, մինչև ես գամ, ինչ որ տեղա գնացել ենք, էլի։ Գործերով, հետո երկինքը եկել է արդեն հետ է վերադարձել, այդ ժամանակ տեսել է իրանք արդեն իմացել է, որ իր ընկերը և ընկերուհին արդեն իրար են սիրում, իրանց հարսանիքին դարձել են Իսահակյանը։ Այդքան մանրամասը չեմ լսել։ Ես այս պատմությունը լսել եմ ուրեմն մեր մայստրոից Վլադիմիր Բալյանից։ Լավ, հիմա ես ուրեմն երգերի մասին խոսենք, ես հիմա երգերը կասեմ եւ որոք ինչ երգ պետք է երգեք։ Անի, այս անգամ դու պետք է երգես Աշուղ-Աշոտի Զովարեք երգը, որը ժամանակին երգել է մեր շատ սիրելի Լուսիկ Քոշյանը։ Նազելիստ է քնացել, թող է քնի Զովարեք։ Ծանոթ ես երգին, լսել ես, չես լսել։ Շատ ավելի լավ։ Գնանք, դեմքը չքնաղ։ Դեմքը չքնաղ մի ուրվարդ։ Սուրբ օջախի ջահենա, Սուրբ օջախի ջահենա, ջահենա։ Չեմ լսել вообще դրա։ Ես չեմ լսել, բայց Ուծենայիր երազում, ինձ կտեսնի Զովարը։ Սարի մարմանդ, Սարի մարմանդ, Սարի մարմանդ, Սարի մարմանդ։ Գնացինք։ Սարի մարմանդ, Սարի մարմանդ հովիկներ, Օրորացող ծովիկներ, Օրորացող ծովիկներ։ Գրի մի հատ ես։ Դեմքը չքնաղ մի հուրվարդ, Սուրբ օջախի ջահենա։ Բայց ընդես գրի որ կարտաս։ Ու նայեց ինձ է, Սուրբ օջախի ջահենա։ Մի հուրվարդ։ Դեմքը չքնաղ մի հուրվարդ, Սուրբ օջախի ջահենա։ Դեմքը չքնաղ մի հուրվարդ, Սուրբ օջախի ջահենա։ Գուցե նայիր երազում։ Մանի կարի, արի, սկտոր մի հատ կերքի։ Մի կրգն ես կանա։ Դեմքը չքնաղ։ Դեմքը չքնաղ մի հուրվարդ,
Սուրբ օջախի շահենա Ջահենա, շահ է չէ, ջահ։ Սանը հելքեր, տեսնենք իշանս ու շատ իրար մերն է։ Դեմքը չկնաղ մի հուրվարդ Սուրբ օջախի ջահնենա Ջահենա։ Լավ, լսում էի դες իշտը։ Եվան լսում էր, արդեն տեսնում էի մերին, արգը վաշտուի։ Արդես չէ դու կրում էիս, չէր լսում երևի։ Հա, տեսնենք ոնց էի լսում։ Արդեսնենք լսում էի, հա, տեսնենք լավ։ Էշքի։ Դեմքը չկնաղ բայրարա Սուրբ օջախի ջահենա Դեմքը չկնաղ Մի հուրվարդ Դեմքը չկնաղ մի հուրվարդ Սուրբ օջախի ջահենա Լավ, դուք մնացածը կերտի, որ դուք շատ իրեք Անի չեմ տևերցու, իրանք էլ առաջ անգամ վերցրեցին երկեսին, բսոշ չգուներ Քանի որ մեր եթերաժամանակը շատ կարճ է, մնացած մասնակիցներին գդիտեք չորեքշաբթի օրվա օրագրում Լսեք ժողովրդական երգը և ապավինեք մեր արմատներին առայժմ Ասեղնաբուժություն, ֆիթո և հոմեոպաթիա, 4D սոնոգրաֆիա և գունավոր դոպլերոգրաֆիա, լավագույնը կանանց համար